Չգիտեմ դուք ոնց է շաբաթ օրը շատ եմ սիրում, ոչ նրա համար որ աշխատանքային չէ, ուղղակի շաբաթ օրը միակ երևի օրն է, որ դու չես սպասում ոչ մի բանի, դու սենց ռելաքս տրամադրում ես քեզ, տրամադրում ես ընտանիքիդ, տրամադրում ես սիրելիներիդ, կամ եթե միայնակ ես ուզում այդ օրը անցկացնել, կարող ես դա քեզ թույլ տալ։ Դե ուրբաթ օրը դե աշխատում ես, բան երեկո, հոգնած սենց ինչ որ Friday night վիճակ, շաբաթ օրը երկու զես կքնես, ինչ կուզես կանես, որովհետև մյուս օրը եւս հանգիստ է։ Կիրակի օրը այդքան էլ շատ չեմ սիրում, որովհետև պատրաստում ես երկու շաբթին, ինչ որ ծրագրեր կա, բան կա։ Մանավանդ մեր բնակավարում գիտեք ոնց է, այս կիրակի օրերը կիսա աշխատանքային են, եթե անկեղծ ասեմ, որովհետև օրինակ ռադիոյի եթերն եմ ես պատրաստում, որոշում եմ ոնց պիտի բաշխումը լինի, գովազդի բլոկներն եմ հասկանում, եթերն եմ շարում, կիրակի օրերը երեկոյան սովորաբար նայում եմ շաբաթվա մեջ ինչ պրեմիերաներ են եղել, որ արտիստները ինչ երգեր են թողարկել, մի խոսքով սենց ավելի աշխատանքային է ինձ մոտ լինում, դրա համար շաբաթ օրը միակ օրն է, որ կարող ես տրամադրել։ Տեսնենք, կստացվի արդյոք վաղ գնալ քաղաքից դուրս թե ոչ։ Ինչու, որտեղ ես դեռ jet lag-ի մեջ եմ, աստված իմ, ChatGPT-ին եմ հարցնում, երկրորդ օրն է արդեն կարդում եմ, 15 տարի գնում եմ, գալիս եմ, բայց այս ձևաչափը ինձ մոտ կարծես թե նույնն է։ Գալիս եմ լոս, ոչ մի խնդիր, բացարձակ։ Մի քանի անգամ եղել է, ես ուղղակի օդանավակայանից գնացել եմ համերգ վարելու։ Կուլիսներում փոխվել եմ, որ կարող է հարթուկ լինի ձեր մոտ, բան է, որ մի հատ էս կոստյումս հարթուկ եք, բան, այս վիճակներով եղել է բազմաթիվ անգամներ։ Ոչ մի խնդիր։ Գալիս եմ Երևան, աստված իմ, կես օրը ուղղակի դու գոյություն չունես, ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես։ ChatGPT-ին եմ հարցնում, բան իրոք կապ ունի երկրագնդի պտույտի հետ, որովհետև երբ որ մենք գալիս ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ արևմտյան կիսագունդ, դու կարծես գնում ես ժամանակով ետ։ Իհարկե շատ կոպիտ է հնչում, բայց ամեն դեպքում օրգանիզմիդ համար դու գնում ես հետ։ Եվ դրա համար հարմարվել է հեշտ է։ Երբ որ ընտեղից ես գալիս արևելյան կիսագունդ Հայաստան օրինակ գալիս ես, դու ընկնում ես առաջ։ Դրա համար օրգանիզմդ հետ է մնացել եւ ինքը ուզում է կուտակի էներգիա, կուտակի ուժ եւ այդպիսի հետաքրքիր բացատրություն էր տալիս համացանցը, էլի 15 տարի այս process-ները շարունակվում են, բայց օրգանիզմդ չի կարողանում համակերպվել եւ հասկանալ։ Գրողը տանի հիմա, որ ժամային գոտով ենք ապրում։ Դե ինչ, ողջույն եւս մեկ անգամ իմ թանկագին ռադիոլսողներին, հարգելի բարեկամներ, կարող եք մասնիկը դառնալ քննարկումների 747 477 3444 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է, սիրով կցանկանամ նաեւ ձեր մտորումները լսել, ինչով է ձեզ համար առանձնացել հուլիս ամիսը, խնդրեմ կարող եք կիսվել, եթե կան մարդիկ, ովքեր ինչ որ առանձնահատուկ պատում ունեն, կարող են դա եւս կիսվել։ Հուլիս ամիսը շատ հագեցած էր ինձ համար, անկեղծ ասած, տեսեք, կես ամիսը ձեզ մոտ էի մոտ 16-17 օր Լոս Անջելեսում էի, մի քանի միջոցառման մասնակցեցի, ֆանտաստիկ ընկերներիս հետ հանդիպեցի, լավ ժամանակ անցկացրեցինք, Յուտայում եղա իմ հարազատ եւ անկրկնելի վաղուց չտեսած ընկերների հետ հանդիպեցի, գործնական բավականին լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեցի, կարծում եմ սեպտեմբերին մեր նոր եթերաշրջանին ընթരാճ դուք եւս կտեսնեք այդ հանդիպումները, այսօր մի ժամ ու կես առաջ մեր պավիլյոնի դիզայներներ եկել, գնացել էինք տարածքի դիզայներական լուծումներն էինք ուսումնասիրում, կարծում եմ շատ հետաքրքիր բաներ մեզ սպասվում, իդեպ ոչ միայն ռադիոյի պավիլյոնը, այլև YouTube-յան իմիջը ստանալու է ավելի պրոֆեսիոնալ, ավելի հետաքրքիր լուծումներ, մի խոսքով բավականին հագեցած ու մեր գործընկերության շրջանակներում է այդ ամեն ինչը հնարավոր, իմ լավ ընկերների շնորհիվ բոլորին հատիկ շնորհակալ եմ։ Եվ հիմա ընկերներ, այս պատումների մեջ իհարկե գալիս եմ տաղավար, բացում եմ լրահոսը եւ օլալա, լրիվ օլալա։ Փաստորեն Գագիկ Ծառուկյանից վերցնում են ոչ միայն ցեմենտի գործարանը Արարատ ցեմենտը, այլ քիչ առաջ հայտնեցին, որ լեգենդար Արարատ կոնյակի գործարանը, որը հայտնի է ավելի շատ պաշտոնական անունը կարդամ, ավելի շատ հայտնի է Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ փակ բաժնետիրական ընկերություն անունով, Ծառուկյանին պատկանող պետությունը վերցնում է եւ այս ամենը անցնում է Հայաստանի Հանրապետության
կառավարմանը, տնօրինմանը, ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Երևանի Արարատ կոնյակի գինուողու կոմբինատ ընկերության բաժնետոմսերը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Հայցադիմումով որպես ապօրինի ցակում գույք ի թիվս այլնի պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ ընկերության բաժնետոմսերը ապօրինի ցակում գույք ունեցող բռնագանձման գործի շրջանակներում սույն թվականի հուլիսի 29-ին 3 առաջի օրը գլխավոր դատախազության կողմից հակակոռուպցիոն դատարան ներկայացվեց հայցի պահպանման միջոցով կիրառելու վերաբերյալ միջնորդությունը Երևանի Արարատ կոնյակի գինուօղու կոմբինատ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ դատարանի հուլիսի 30-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է Երևանի Արարատ կոմբինատ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը իդեմս էկոնոմիկայի նախարարությանը։ Բացի դրանից գլխավոր դատախազությունը ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումով պահանջում է Ծառուկյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել այս պահի դրությամբ 75 անշարժ գույք, որը ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր թաղամասում, 5 բնակարան Աբովյան քաղաքում, 11 բնակարան Կոտայքի մարզում եւ այլ անշարժ գույք, 10 գույքի շուկայական արժեք, 42 էլիտար տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձու մասնակցություն, որոնց թվում է Multigroup կոնցեռնը, Multi Auto Trans-ը, Onira Club-ը եւ այլ իրավաբանական անձինք։ Հայցվող դիմումի պահանջը կազմում է ավելի քան 105 միլիարդ 865 միլիոն դրամ։ Նաև հիշեցնենք, որ ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում այս տարվա հուլիսի 13-ին գլխավոր դատախազության կողմից հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի պահպանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը Արարատ ցեմենտ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ դատարանի հուլիսի 15-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունն էլ բավարարվել էր Արարատ ցեմենտ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել էր Հայաստանի Հանրապետությանը։ Սա ես ընթերցում էի Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական տեղեկագիրը, այնպես որ ընկերներ, օղակը սեղմվում է պարոն Ծառուկյանի գույքի շուրջ եւ իր գույքի շուրջ։ Շատ բան չեմ հասկանում այս կյանքից, ես չեմ հասկանում իհարկե միլիարդատերերին, ինչպես ասում էին դասականները, այդ մեծ փողեր ունեցող մարդիկ ուրիշ ձև են մտածում, ուրիշ աշխարհընկալում ունեն, ուրիշ աշխարհայացք, ուստի դրա համար ես երևի չեմ հասկանում իրանց, բայց ինչ է պետք մարդուն։ Ես անգամ մեր նոր Հայաստան հեռուստաընկերության վերլուծական բաժնում դրա մասին էի խոսել օրեր առաջ, որ ել ինչ է պետք մարդուն։ Եղբայր, միլիարդներ ունես, միլիարդներ, ամեն ինչ, լավից վատից էլի քո շրջապատը քեզ սիրում է, քո այնտեղ համաքաղաքացիներն են Աբովյանի շրջանում, կան մարդիկ, ովքեր ձեզ սիրում են իրոք հարգելիս։ Եկեղեցի եք սարքում, ինչ եք անում հիմա, ես ոչ դատախազ եմ, ոչ դատավոր եմ, ես կյանքից մեջ մի հոգու չեմ դատել, ընդհանրապես ինձ հեռու բան է։ Այդտեղ դատավորները բաները որոշեն ով է ճիշտ, ով է սխալ, ես այդ գործում չկամ, բայց կողքից որպես շարքային մարդ Բարեկամներ, նույնն էլ Կարապետյանին է էլի վերաբերում։ Միլիարդներ ունեք, ուզում եք ժողովրդի աչքը մտնել, մի բուր ժողովուրդ է, մի բուր ժողովուրդ։ Պիտի անպայման վարչապետ դառնաք, որ այդ լծակները ունենաք ժողովրդին նայելու համար։ Դուք այդ ձեր գործունեությունը ծավալեք, այդ որ 300,000 աշխատատեղ եմ ստեղծում, ստեղծեք ժողովուրդը առանց ընտրության առանց բանի խոնար ու հես կգակասի ձեր ցավն է տանեմ ապրեք։ Ուրեմն տակը ուրիշ բան կա, որ չէ վարչապետ կդառնամ, այդ ժամանակ կստեղծեմ։ Այդ անելու բան չեք անում։ Այդ կարա ասի փող չունեցող, ոչ մի բան չունեցող մեկը, որ իրան լծակա պետք, որ այդ գործառույթները իրականացնի։ Ասենք հիմա ես ինչ անեմ, ինչ էլ անեմ, ես չեմ կարող ոչ ինչ որ տենց աշխատատեղեր ստեղծել, ոչ ինչ որ տենց ներդրումներ անել, չէ։ Պիտի ասեմ, եկեք ինձ ընտրեք, ես դառնամ ղեկավար, այդ լծակները ունենամ, նոր կգնամ կանեմ, բայց դուք էլ հո այդ լծակների կարիքը չունեք, 1000 հատ Հայաստան կարդեք կծախեք։
1000-ած չէ, մի 3649 հենա ամեն մեկի գույքին նայում ես, հաշվում ես, սարսափում ես, թվերը չես կարողանում եթերում կարդալ, թվեր են գրած, չես կարողում կարդալ, ես ինչ թիվ է, դա ընթերցել հնարավոր չի, ունած աշխատել արդար քրտինքով, ներողը տանի, ինչպես ասում էր Ստանիսլավսկին, նի վերու, չեմ հավատում շատ բանի, չեմ հավատում ընդհանրապես մանավանդ հայկական իրականության մեջ, հա, էլի, հա, եկան եւ հանկարծ դարձան այն ինչ որ կան, no. Տեսնեմ ինչ է գրում հարգելի բարեկամներ մեկնաբանությունների մեջ, բայց այս միտքը ինձ շատ է հուզել, շատ է մտածելու տեղի տալիս, որովհետեւ իրոք մեծ կարողություններ ունեցող մարդիկ պատկերացրեք ինչեր կարելի է չէ անել իրապես մարդու կյանքի որակը բարձրացնելու համար չէ եւ երկրորդը այդ որ ասում են աշխատատեղեր ստեղծենք ես անենք ցանկացած կապիտալիստական հասարակարգ օլիգարխիան կամ մեծ կապիտալը ինքը այդ աշխատատեղ բացում է ոչ թե բարեգործական նկատառումներով այլ մեծացնելու շրջանառությունը եւ դրան վաստակելու։ Հերիքա մենք մեր ժողովրդին անգրագետ հասարակությունը, որը մեծամասնություն է կազմում ցավոք սրտի, որը իրանց մեղավորությունն է, որը պատուհան չի ունեցել դպրոցներում, դրա համար անգրագետ հասարակություն։ Այսօր որ անատամ կեսատ բուխանկայով գնում են ընտրության են մասնակցում 300 գրամ գրեշկայի դիմաց կգնան հոգիները կծախեն։ Այդ դրա արդյունքն է, որովհետեւ պատուհան չունեցող դպրոցներ են գնացել, պարկետ չեն ունեցել, կավիճ չեն ունեցել։ Դրա համար այդ հասարակությունը էլի մեղավոր են իրանք։ Էլի ոնց պտտեն գնում է կպտում այդ ամբարո ամենա այդ ճղճիմ քստմնելի մարդկանց իրականություն, որ իրանք են այդ համակարգը ստեղծել, որ տենց հասարակություն է մեծացել, բայց այդ ամենավատ հասարակություններում էլ ցանկացած մեծ կապիտալ, որ ներդրում է անում է իր միջոցները մեծացնելու համար։ Փող դնենք, փող աշխատենք, համ ժողովուրդը ապրի, համ մենք միշտ դա դիտարկում ենք որպես բարեգործություն։ Վայ գան տեղ բացեն, աշխատատեղ բացեն։ Ցանկացած կապիտալ աշխատատեղ է բացում, այո, բարեգործական տեսանկյունից նա է, որ Պողոսը, Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, Քաչիկը աշխատատեղ ունենում, տունապահում, փառք ու պատիվ, եթե մանավանդ լավ աշխատավարձ տան, բայց մյուս կողմից դա բարեգործություն չի։ Այդ մարդը փող է դնում ու փող է աշխատում, ինչը շատ լավ է։ Շատ լավ է, մենք սոցիալիստական երկիր չենք, էլի կապիտալիզմը, մարդը կգա փողը դնի, որ գումար ստանա։ Հիմա այս մարդիկ, որ միլիարդներ են տնօրինում, բացեք այդ 300,000 աշխատատեղերը։ Ձեր կապիտալը ներդրեք համ դուք հարստացեք, ինչպես ասում էր Հրանուշ Հակոբյանը ինձ էր ասում, որ գնում էինք Հայաստանից 13 թվին, Էրեբունի պլազա 3-րդ հարկ։ Բանը, դուք գնացեք, կհարստանաք, կգաք մեր մոտ կհանգստանաք, մենք կհարստանանք։ Ահա։ Էս էր այս պետության դիրքը։ Գնացեք։ Հավաքել էին 3 բարձրագույն կրթություն ունեցող պատանիներին եւ ոչ միայն պատանիներին, հավաքել էին Սփյուռքի նախարարությունում։ Ու բառացիորեն փաստորեն մեզ ասին գնացեք։ Հիմա ճիշտ է, այ մի հատ ծանոթ ունեմ, ասում է, իսկ ով պիտի պահեր ձեզ հայրենիքում, հայրենիքը պահելու համար չի, ամեն մարդ ինքը պիտի այդ գիտակցությունը ունենա մնա հայրենիքում։ Ոտքից գլուխ համաձայն չեմ այդ տեսակետի, այդ ոտքից գլուխ։ Այստեղ ունեմ ծանոթներ շատ, 18 տարեկան, 19, 20, 21, այսինքն դեռ լավ երիտասարդ են, ավիոններն ուժները տեղ եմ, ասենք ես 35-ս լրացել է, էլի երիտասարդ եմ, բայց ասած 20 տարեկանի ոչ էներգիա ունեն, ոչ էլ հավես ունեմ արդեն, բայց ովքեր որ 19, 20, 21 տարեկան արտագաղթել է ուզում, մի անգամից ասում եմ այո։ Այո եւ այո, բայց մի հատ շատ մեծ բայցով, շատ մեծ, հսկայական, եռագույն բայցով։ Գնա եղբայր, անպայման, եթե հայրենիքը կեղեքում է քեզ, եթե դու չես կարողանում ոտիդ վրա կանգնել, եթե դու զգում ես միջավայրը քեզ սպանում է, գնա, բայց անպայման 10 տարի հետո քո ուժը, քո եռանդը, քո փողերը, քո կրթությունը, եթե Աստված տա հասնես բարեկեցության, հասնես ամենա իսրտ եմ աղթում եմ քեզ ամենաբարիկն ու վերելքները, անպայման զգալի հատվածը օգտագործի հանուն երկրի, հանուն պետության, հանուն Հայաստանի Հանրապետության։ Հնարավորությունները թույլ կտա, էլի կտեսնես քո նման 15 տարի առաջ
20 տարի առաջ քո նման մի երիտասարդի մի բանով օգտակար եղի այդ մարդուն։ Ու դու կտեսնես հասարակությունը, որ պետք չի գրկել քարերը եւ դժբախտ այն ապուշ ոտանավորի պես այն հին խրճիթը, այն մութ խրճիթը գետի եզերքին ծառերի տակին եզերք լրիվ։ Այդտենց են քանդեզ երկիրը։ Մեզ պետք են կայացած մարդիկ։ Պետք են կայացած երջանիկ, հարուստ, առողջ, սիրուն նաև ցանկալի է մարդիկ։ Մի գրկեք քարերը եւ լացեք։ Ես Հայաստանի Հանրապետության ցանկացած ընկեր, ծանոթ, բարեկամ, հարևան, սաղին հետ եմ ասում։ Քեզ կեղեքում է երկիրը, գնա։ Այս աշխարհը բաց աշխարհ է, 21-րդ դարն է, Տիտանիկը չի գնացին կպանք այսբերգին մեռանք, բաց աշխարհը։ Գնա Մարդարի։ Բայց փառք ու պատիվ շնորհքդ, փողդ, տաղանդդ իբարս հայրենյաց օգտագործի, որ կարողանաս մի հոգու տաս, դու քեզ սպիտանի լինես, ինչպես ասում էր դասականներից մեկը Միխայել Ժվանեցկին, ֆանտաստիկ 20-րդ դարի մեծագույն սատիրիկ փիլիսոփաներից մեկը, ասում էր եղբայր, մեզ ազատի քեզ պահելու հոգսից։ Դրանից ֆանտաստիկ միտք չկա։ Ամեն մարդ պիտի մտածի ոնց անի, որ ինքը իրեն պահելու հոգսից հասարակությանը, ազգուտակին, բարեկամին ազատի։ Որովհետև հին բանը, օրինակ այդ Միշնադարում Գրավ Դրակուլան, Ռումինիայի հայտնի դաժան Գրավ Դրակուլան, որը Ցեպիշ անունով գահակալն էր, հետո դարձավ արդեն Դրակուլա եւ այդ հայտնի վամպիրների եւ մնացած արդեն ոնց ասեմ վեպերով անմահացավ, բայց Ցեպիշ անունով բանը այդ գահակալը ինքը երկար տարիներ իր թշնամիներին, բուլղարներին եւ ոչ միայն ոնց գրավեն, չէին կարում գրավեին, չէր ստացվում։ Ոչ մի ձև։ Էլի դադար էին վերցնում, բան սրանք էլ անաստվածի պես բազմանում էին, կիսվելու սկզբունքով զորքը մեծ բան, ինչ անում էր, չէր անում եւ այլն, չէր ստացվում գրավել հակառակորդին, թշնամուն եւ այլն։ Եվ այդ դաժանության գագաթնակետը ինչ եղավ, այդ որ ասում եմ հասարակությունը պիտի թոթափվի բարդությունից, ինքը ճակատամարտի ժամանակ արգելում էր իր զինվորներին, սպաներին եւ այլն, ինքը արգելում էր ճակատամարտը, բախվում են իրար, որ տային թշնամուն սպանեին, ասում են մի սպանեք, հարվածեք, ծանր վիրավորում հասցրեք, հաշմանդամ սարքեք այս մարկանց, պետք չի սպանել եւ վերջ։ Ու տենց էլ անում էր 100,000-ներով ոտու ձեռ խայտարակ մի հատ դաժան բաներ եմ ասում, բայց պատմությունն է դա ընկերներ։ Մի խոսքով անդամահատում էր սրանց, ուղարկում էր հետ։ Եվ դա դառնում էր հասարակության հոգս։ Այսինքն բոլորը, որ պիտի ասենք բազմանային, երեխա ունենային, վրեժ լուծեին, չգիտեմ, զարգանային, էսանային, սկսում էին պահել ամուսիններին, որդիներին, զավակներին եւ դառնում էր հոգս հասարակության վրա։ Եվ այդպես մի երկու անգամ արեց, գնացին գրավեցին, որտեւ էլ ժամանակ ու սերունդ չկար։ Ասենք ամենահարազատ մարդդ, հայրդ, եղբայրդ կամ ամուսինդ, հա, կանանց պարագայում եկել է, սա կյանքդ նվիրում ես արդեն իրան խնամակալելու համար։ Դու քո կյանքը չի դասավորվում, նրա ապրած չի, քոնն էլ կործանվում, ահա, վերջացավ։ Այդ է մեր հասարակության խնդրեմը հենց դրանում է կայանում, որ ամեն մեկս հոգս ենք ուրիշի վրա։ Ճիշտ է, հիմա փառք ու պատիվներ առողջական ծրագրի մասին չի խոսքը, բայց աշխատանքի, բարոյական, բան դրա համար եմ ասում, ով որ ցանկանում է գնացեք, եղբայր, գնացեք, զարգացեք, աշխատեք եւ այլն եւ օգուտ բերեք ձեր պետությանը, ձեր ընտանիքին, հարազատներին, բան։ Դա շատ པարզ բանաձև է։ Ու հայրենասիրության ձևաչափը նաեւ այդտեղ է կայանում։ Շատերը էլի մեր ովքեր ուրիշ ձևով են այս ամեն ինչը դիտարկում, ասում են, չէ, պետքա մինչև վերջ մնալ, մինչև վերջ բան, ընկերներ։ Մեր պատմությունը մեզ ցույց է տվել մինչև վերջ ոչ մի պետք չի անել։ Կաշվից ելնելով, տառապանքներով եւ ոչ մի դեպքում։ 4 կոմա մտնում ես Facebook, լենտայի մեջ այդ ժապավենը, որ պատտում ես, հա լայնը 1000 հատ on-line համալսարանի ինչ որ կրթության ծրագրերա բերում ես անում են, քանի հոգի է մասնակցում, քանի հոգի կդիմի արցանց որևէ բանի։ Ես օրինակ on-line իսպաներեն եմ սովորում, մեծ հաճույքով, իհարկե հերու եմ դեռ ասել որ այ իսպաներենի խոսում եմ եւ այլն, բայց էլի մի 3 բառ սովորես օրվա մեջ, այդ նա ինչ քանակ է անում, իսկ միջին այսպես հաղորդակցության համար basic level պահպանելու համար մոտավորապես 1000 բառ եթե իմանաս արդեն
կարող ես հաղորդակցությունը պահպանել։ Այնպես որ բարեկամներ, բոլորիդ լավ օր եմ մաղթում, շնորհակալ եմ որ կաք, շնորհակալ եք որ լսում եք եւ հաղորդակցություններ եք գրում, որոնք մեծ սիրով ես հիմա կընթերցեմ։ Բարև ձեզ։ Վայ հիշեցի դրա խոսելը։ Վարդուհի Ավագյան, ում դրա խոսելը արգելիս։ Հուշեք, ում մասին է խոսքը։ Զաքար Գասպարյանը Վիտյեր քաղաքից բարևներ, Զաքար ջան, բարև ձեզ։ Ողջույն, good morning, Նայրա Նիկողոսյանն է, արև շատություն եմ ես մաղթում։ Բարև ձեզ հարգելի Նայրա, Այդա Գևորգյանը, բարի լույս, բարի երեկո հայացք, Ջան Գլենդելից, Տիկին Այդա, բարև ձեզ։ Ժադնես Գուբիտ ֆրայերը, Արմինե Բաղումյանն է հիշեցնում հայտնի խոսքը, այո, կա տենց բան, Կարինե Կիրակոսյանը, բարի երեկո հարգելի Ռաֆայել, բարև ձեզ հարգելի Գայանե։ Ողջույն եւ սրտի Հասմիկ Ղարաբանյանցի կողմից, բարև ձեզ տիկին Հասմիկ, մեր հավատարիմ ռադիոլսող, Լոսից բարևներ է ասում Նարան, բարի լույս Ռաֆայել ջան Թահանգայից Խորեն Պոտիկյանը, իմ սիրելի ռադիոլսողներ, հավատարիմ աշխարհի տարբեր անկյուններից, Արմինե Բաղումյանը, բարի լույս Ռաֆայել, ինձ մոտ հակառակն է, Լոս վերադառնալիս է այդ ջետ լակը սկսվում, Արմինե Բաղումյան։ Ինչ ասեմ, արգելիս, դիմակայում ենք միասին Բրբանկից Մադլեն Աբրահամյանն է, բարի լույս եւ աղունիկներ ուղարկում հուսամ խաղաղության աղավնիներ են դրանք։ Ինչևէ, մենք այսպիսի պատումներ, հարգելի բարեկամներ, արգրավումներ, մեծահարուստների շուրջ մտորումներ եւ ոչ միայն, այսօր նաեւ ասենք, որ իրավապահները խոզարկություններ էին իրականացնում Նարեկ Կարապետյանի առանձնատանը, իհարկե շատ սակավաբառ է ծանուցումը, միայն ասում են, որ վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն եւ այդտեղ խոզարկություններ էր։ Ինչ էին փնտրում, ինչ գտան, ինչ կար, ինչ չկար, ցավոք սրտի տեղեկատվություն դրա մասին չկա։ Բայց հուսամ շուտով մի բան կասեն։ Նաեւ քանի որ արտագաղթից խոսեցինք, ընկերներ, տեսնում եք Իսպանիայի ափերում ինչա կատարվում, նայում ես ու ես այս մարդկանց եմ իհարկե հասկանում, հասկանում եմ, եթե չգիտեք ինչի մասին է խոսքը, ուրեմն վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 40,000 միգրանտ անօրինական կերպով Մարոկոից անցել է Սեուտու, մտել է Իսպանիայի տարածք եւ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը տվյալները հրապարակել է, որ մեկ օրվա ընթացքում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 40,000 միգրանտ անօրինական կերպով կարողացել է ներթափանցել Իսպանիայի անկլավը։ Սա պատմության մեջ միգրանտների ամենախոշոր ներհոսքն է, որը հանգեցրել է սահմանի լիակատար փլուզման, հումանիտար ճգնաժամի եւ հիմա այնտեղ ուժայիններ են կուտակվում։ Այս մասին ասում է կառավարության ղեկավար Խուան Խեսուաս Վիվիասը, նա հայտնում է, որ միգրանտները նախկինում այս քանակի չեն եղել եւ ցավոք սրտի անգամ դիակներ են հայտնաբերել, իրար վրայով են անցել եւ առնվազն 60 դի է հայտնաբերվել ծովափին Իսպանիայի քաղաքացիական գվարդիան, ծովային փրկարարական ծառայությունները եւ Կարմիր խաչը նավակներ են օգտագործել միգրանտներին ջրից փրկելու համար նախքան նրանց ափ հասնելը։ Հարյուրավոր մարդիկ այժմ գտնվում են միգրանտների ընդունման կենտրոնների դիմաց, որը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով։ Ներքին գործերի նախարարությունը իսպանական La Siesta հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իշխանությունները բախվել են անսովոր բացառիկ իրավիճակի, Մարոկոյի եւ Սեուտայի ակտիվիստների խոսքով սահմանը հատելու փորձ կատարողները հիմնականում մարոկացիներ են, ինչպես նաեւ մի փոքր թվով ալժիրցիներ, որոնք ապրել են Մարոկոյում, փորձել են գաղթել Եվրոպա եւ չի ստացվել եւ հիմա գրոհել են սահմանը։ Պարզ չէ, թե ինչն է այդքան շատ միգրանտների դրթել լողալով։ Այդ որ տեսեք ինչ նավակներ էր, եթե դա նավակ է իհարկե, ոնց են հասել եւ ինչն է պատճառը։ Պատճառը տխուր կենցաղային պայմաններն են, տխուր ֆինանսական պայմաններն են, վստահ եմ, որ տխուր իրավական, հարցերն են, որովհետեւ լավ օրից չի հաստատ, որ նավերով, բաներով, այդ նավակներով ինքնաշեն հավաքվում են եւ ուզում են դուրս գալ ակետից բեկետ հասնել եւ այս մարկանց էլ էս հասկանում էլի ինչ իրենց կյանքը վտանգելով ընկնում են ճանապարհ երեխաներին, մանկահասակ, ձեռքներին, շշերով, ջրերով, մնացածներով
ընկնում են միջերկրական ծովն են ուզում հատեն, հասկանում ես, այդ ինչ բան է, իհարկե ամենանեղ հատվածն է, բայց ամեն դեպքում գվարդիայով բանով են դիմավորում։ Գիտես ինչ, ես իհարկե նաև իսպանական կառավարությանն էլ պիտի հասկանաս, որ պատկերացրա 24 ժամվա մեջ 40,000 մարդ միանգամից մտնի ապօրինաբար, դու պետություն ես, դու երկիր ես, դու պետք է պաշտպանվես, բայց չգիտեմ, իրավունք ունեմ այդ բանը ասելու, պիտի պետությունը պիտի կարողանա իրան պահպանել։ Իհարկե մենք էլ որպես Թուրքի մի մասնիկ, մենք էլ ուրիշ պետություն ենք մտել, ոմանք օրինական, ոմանք անօրինական, հիմա այդ էլ թող իրավական համակարգը որոշի, բայց իմ կարծիքով խնդիրը ոչ թե էս մուտքն է, այլ շատ հաճախ, որ այդ մուտք գործածները, ովքեր որ շատ վատ պայմաններից են գնացել, ահավոր պայմաններից են գնացել, իրանք չեն ընդունում հյուրընկալող երկրի պայմանները եւ հաճախ ավելի արմատանալով, կայանալով որպես համայնք ասեմ, որպես ուժ ասեմ, իրանք են արդեն սկսում թելադրել բարքեր, հասկանում ես, իմ կարծիքով, եթե դու սենց երեխան պարանոցիդ կապած, շշերով, մշերով, մի ձև կտրել ես ծովը եւ եկել ես հասել ես օրինակ Իսպանիա, ասենք Աֆրիկյան որևէ երկրից, դու պիտի ու Իսպանիան քեզ օգնություն է տալիս, կացարան է տալիս, սնունդ է տալիս, աշխատատեղ է տալիս, դու հարգելիս պիտի այնքան բարոյականություն ունենաս, որ դու հարգես Իսպանիայի օրենքները, որ դու սովորես իսպաներեն, որ դու մտնես համակարգի մեջ, որ քո երեխային, ով որ այնտեղ փղի կղանքի մեջ էր ընկնելու կեղտվելու էր մեռներ, դու 10 դպրոց անվճար դպրոցները, հա, իսպաներեն, ոչ թե դու իրան սարքես նացիոնալիստ, ազգայնական, որ հանգարց վաղը մյուսօր մի բանը չեն տանի դինամիտը կապի ու իրան տրաքաստելով Ալլահ ակբար գոռա։ Այս շատ կարևոր բան է, որ դու այդ մղձավանջից ազատվելով, հասնելով Իսպանիայի պես երկիր կամ ցանկացած զարգացած երկիր, հա, այսպես ասած, ով քեզ պահում է կացարան է տալիս, դու հաշվի նստես արդեն այդ երկրի իրականության հետ եւ մղձավանջից ազատվելով քո երեխային եւ քո սերունդներին արդեն այդ գաղափարը տաս լավ ապրելու, ճիշտ ապրելու եւ այլն, ոչ թե գետոներ դառնա, ասենք ովքեր եղել են Փարիզում, կամ Լոնդոնում տեսնում եք, արաբական թաղամասեր կան, պակիստանյան հատվածներ են, կամ պակիստանյան հատվածներ լավ, կամ արաբական հատվածներ կան, այնտեղ Մարոկոյի գետոներն է հիշացնում։ Այսինքն չեն ոչ թե ձուլվելու մասին է խոսքը, էլի ամեն մարդ թող իր ազգային ինքնությունը պահպանի, այդ շատ կարևոր է, մենք էլ հայերս տասնամյակներով մեր էությունն ենք պահպանում, կամ հարյուրամյակներով, այնտեղ Իրանը լինի կամ Միացյալ Նահանգները լինի, չէ՞, մենք մեր դպրոցը, մեր եկեղեցին, մեր պահպանում ենք մշակույթը, դա շատ լավ է, բայց մենք ամեն մեկս մանավանդ ովքեր արդեն այդտեղ ծնվել են, մեծացել են, ամերիկյան դպրոց են ավարտել, ամերիկյան կրթություն, բան իրանք կրելով իրենց հայկականությունը, միևնույն ժամանակ ամերիկյան արժեքներն են կիսում, եւ դա շատ կարեւոր է։ Այսինքն այս վերջերս England-ի ոստիկանապետը, որ ընտրվեց բան, որ այդտեղ ծնված մեծացած կամ մանուկ, հա, տարիքից այդտեղ եղած այնտեղ քաղաքապետ ունեինք եւ բարձրաստիճան պաշտոնյաներ ունեինք, իրավական համակարգի շատ լուրջ, էլի փառքոպատիվ, բայց իրանք ամերիկյան արժեքները եւս կիսում են։ Իսկ կան մարդիկ, որ 100 տարի ապրում են, ոչ իրենք են խոսում, ոչ երեխեքն են խոսում, ոչ մի բան, ու միևնույն ժամանակ այդ որոշ իսլամական ուժերի մասն է, էլի խոսքը։ Միևնույն ժամանակ ծայրահեղական իսլամիզմի հետևորդներն են։ Գնացել եք Ֆրանսիայի, կասե այդ ձեր տունը շինվի, այդ Ալ-Քայդայի զոհ էիք դառնալու։ Գնացել եք Ֆրանսիայի պես երկիր, թաղամասեր կա, լրիվ խոզանոց ուղակի։ Ահա որ էլ վտանգի մասին չեմ խոսում։ Նույնն էլ սևականների որոշ թաղամասեր կա, նույն Ֆրանսիայի մասին է խոսքը, մենք Բարսելոնայում ենք եղել, ամբողջ Բարսելոնայի Լա Ռամբլա փողոցը կա, գողացած բրենդային կոչված ապրանքներ էին վաճառում ու չեմ ասում գողությունը ինչ վիճակի մեջ էր, պայուսակը բռնած պիտի մանգայր, որ չտանեն, չթրցնեն։ Հա, բայց եկել եք հասել եք Իսպանիա, ժողովուրդ ջան, մի քիչ ուրիշ ձև նայեք այդ ամեն ինչին։ Դրա համար հիմա իհարկե, չգիտեմ, այս Իսպանիայի ղեկավարությունը ոնց է քանակին դիմագրավելու, բայց հուսամ, որ կարողանան հա պատշաճ կերպով այդ ամեն ինչը իրականացնել։ Ընդհանանք առաջ արգելի բարեկամներ, ինչ ունենք էլ օրակարգում որոշ
գլխագրեր ընթերցեմ ձեզ համար, հետո գնանք գովազդային դաթարի։ Օհո, Բաքվում Հայաստանի Հանրապետության դրոշով քայլելը հպարտություն եւ հուզմունք էր, սուլոցները ինչ չէին հետաքրքրում, ասում է Ջանես Նազարյանը, մեր հերոսը, ով իրոք բավականին բարձր լավ արդյունքներով Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կիլոգրամ քաշայինների պայքարում Ջանես Նազարյանը ուրեմն իր կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը եզրափակչում 4-3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցչին Բաքվում, ծածանել է հայոց եռագույնը եւ հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Ամեն բան լավ է, լարվածություն իհարկե կար, բայց ոչ թե նրանից, որ թշնամական երկրում եմ, այլ որ պատասխանատվությունն էի զգում։ Այս մասին ասում է Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկաների աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճած Ջանես Նազարյանը։ Մարտիցս շատ գոհ եմ, մարզիկների հետ լավ աշխատանք ենք տարել, սխալներ իհարկե կային, բայց փառք Աստծո, այդ սխալները չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա։ Իսկ հարցին գոտեմարտերից որը կարազնացնի, նա պատասխանել է, որ եզրափակիչը, քանի որ ամեն ինչ ըստ պլանի չի գնացել, սխալներ է թույլ տվել, բայց մարզիկների հանգստության ու հուշումների շնորհիվ կարողացել է հաղթել մրցակցին։ Սուլոցները եւ ձայները այդ պահին, հավատացեք, այդքան էլ չէին հետաքրքրում ինձ, որովհետեւ այդքան կարեւոր չէր ինձ համար սուլոցը, ձայները, քան իմ այդ պահի վայելքը։ Այդ պահը ամեն անգամ չէ, որ կարող ես վայելել։ Արդյոք ես ուշադրություն չեմ դարձրել դրան։ Իսկ ինչ վերաբերում է դրոշով քայլելուն, այո, ուղղակի հպարտություն էի զգում, հուզմունք էի զգում, որ կարողացա հասնել դրան, ասում է Ջանես Նազարյանը, ով Բաքվում ծածանել է հայոց եռագույնը եւ դարձել է չեմպիոն։ Ջանես ջան, կետ ցես, ինչ ասեմ։ Շնորհավորում ենք, հրաշալի է եւ թող հաղթանակները շատ լինեն, որ մեզ իրոք մեզ աշխարհը պետք է ձևաչափով ճանաչի, հաղթանակներով, մեր ուժով, մեր մշակույթով, մեր եռանդով, մեր դրական կողմերով, որովհետեւ ցավոք սրտի առօրյա կյանքում տեսնում ես էլի բազմաթիվ բաց թողումներ, ամենազգունի, ամենտեղ կա այդ բանը, բայց հպարտանում ես, որ տեսնում ես երիտասարդ ես 17-18 տարեկան եւ Բաքվում եռագույն չեմպիոն բան, ընտիրա, որ ես շատ ուրախ եմ ու վստահ եմ, որ նման հաղթանակները շարունակական են լինելու։ Մի լավ բան կարդա իմ տղա, սրտիկներով ասում է Էմի Ստեփանին, հարգելի տիկին Էմի, անպայման կընթերցեմ գովազդային դաթարից հետո, անպայման մի հատված ես համար կընթերցեմ։ Ժաննա Վիրաբյանը, հարգելի Ռաֆայել ջան, հիանում եմ ձեր մեկնաբանություններով։ Շնորհակալ եմ, որ լսում եք։ Ընդհանրապես մեր օրերում խոսքը, բառը, ինչ որ մեկի մեկնաբանություններ լսել է բացառիկ բան է դարձել։ Ես ողողված ես հսկայական տեղեկատվության մեջ, ինչ որ մեկի կարծիք ընդհանրապես կարող է էական լինել։ Եվ մենք ունենք ձևավորված լսարան, ձևավորված այսպես համայնք կարելի ասել, ռադիո համայնք, որը թե դեմդիմացի, թե յոգա ուղեղի համար ձևաչափի շուրջ հավաքել է լավ հայերի եւ շատ ուրախ եմ այդ կապակցությամբ, որ այս տարիների ընթացքում կարողացել ենք հասնել այս կետին։ Գնանք առաջ եւ հիմա մեր հարգելի գործընկերներին էլ շնորհակալություն կհայտենք, բայց մինչ դա Դավիթ Էրմեջյանը, Դավիթ ջան, ողջույն, հարգելի հայրենակիցներ, Հայաստանից տուն վերադառնալու ժամանակ շատ ուշադիր եղեք ձեռքի ուղեբեռի carry-on-ի չափին եւ քաշին։ Ահա որ ռեկետ է տիրում Զվարթնոտ օդանավակայանում։ Վերջին վարքյանին մեծ գումարներ են կորզում թռիչքից առաջ, մինչ անգամ սպառնում են արգելել թռիչքը, ասում է Դավիթ Էրմեջյանը։ Carry-on-ը մինչև 7 կիլոգրամ չի, հարգելիս Դավիթ ջան։ Ես որպես հաճախ գնացող եկող եւ որ airline-ը, ուրեմն Lufthansa-ն 7-ից 8-ը Austrian Airlines-ը մինչև 10 թողել են ինձ կոնկրետ իմ պարագայում, սովորական տոմսի պարագայում այդպես եղել է։ Հիմա լոթով մի քանի անգամ շատ խիստ է եղել ու լոթի այդ Լեհաստանի, հա, Պոլանդով ճանապարհորդելու ժամանակ դա է պատճառներից մեկը, որ արդեն երևի մի երկրորդ տարին է այս լոթով չեմ թռնում։ Իհարկե օդանավը վատը չի, օդանավակայանն էլ շատ փոքր հանգիստ է, շատ չես տեղափոխվում Վարշավայի օդանավակայանը, բայց
այդ ճամպրուկի ամեն մի գրամի վրա տենց դողդեղալով մոտեցումը ինձ հիասթափեցրեց։ Լյուֆտկանսայից եմ օգտվում վերջին տարիներին եւ 1 կիլոյու կես ավել եղել է, ոչ մի բան չեն ասել։ Դրա համար հետաքրքիր է Դավիթ ջան, որ Airlines-ով եք մեկնել եւ ինչ չափը, օքեյ, չափի մասին, հա, օքեյ, Դավիթ ջան, չափը։ Այնտեղ sense քառակուսի մի հատ բաքս են դնում, հարգելի բարեկամներ, այդ Lufthansa-ն էլ ունի դա։ Պիտի ճամպրուկը կապ չունի 5 կիլո է, 3 կիլո է, պիտի այդ size-ը բռնի։ Պիտի դնես մեջը, որ ինքը հանգիստ մտնի։ Եթե հանկարծ չմտավ, եթե անգամ քաշը համապատասխանում է, հա, դա պիտի ստիպված հանձնես, արդեն check-in անես, հանձնես բագաժ եւ որը վճարովի է։ Հա, այդ բան չասեցի։ Okay, Դավիթ ջան, շնորհակալ եմ ողջույնի համար։ Լենդրուշը Մարգարյան, մեր Արգենտինայի լավ հայրենակիցը, չէ, Արգենտինայից կարծեմ մեզ միացավ։ Լենդրուշ ջան, ողջույն եղբայր, ուրախ եմ, որ միացել ես մեզ։ Իդեպ մի քանի զրույցներ ենք ունեցել համացանցում, գրաֆիկի պարագայում էլի նախատեսում էինք եւս մեկ զրույցն, այլ չստացվեց, ու սա մոտ ժամանակներս կստացվի։ Ինչ ունեմ էլ։ Մոնտոբելոից բարևներ Դավիթ Ներսիսյանը, Մոնտոբելո, ողջույն, բարելույս աշխարհի բոլոր հայերին, Խաչիկ Դեմիրճյանն է ասում, ողջույն Խաչիկ ջան, բարև Ռաֆայել ջան, շատ ճիշտ եւ առողջ մտածելակերպ ունես, Իրանի ամեն մարդ լսի քեզ եւ գործի դնե Մադլեն Աբրահամյան, շնորհակալ եմ տիկին Մադլեն, հաճելի է ձեր լավ բարերը հաճելի են ինչ խոսք։ Հիմա հարգելի բարեկամներ, ձեր թույլտվությամբ գնանք Գովազդի դաթարի, մեր հարգելի գործընկերներին ասենք շնորհակալություն, որովհետև ռադիոն եթերը առանց գործընկերության հնարավոր չէ, դրա համար ամեն մեկին հատիկ շնորհակալություն, վերադառնանք եւ անպայման գրքից մի հատված կընթերցեմ ձեզ համար եւ կամփոփենք ոչ միայն անցնող շաբաթը, այլ նաեւ անցնող ամիսը։ Արմյուզիկ ռադիո աշխատում ենք ձեզ համար։ Յոգա ուղեղի համար։ Եվ մենք եկանք շարունակելու մեր զրույցը, ողջույն հարգելի բարեկամներ, բարի օր եւս մեկ անգամ, յոգա ուղեղի համար ձևաչափով մեր զրույցը շարունակում, ինչպես եւ խոստացել էի, մի պատառ առանձնացնելու եմ գրքից, նոր հատվածներից, որը որ նոր եմ գրել, եւ այս մեկը համեմատությունն է հայ ու հայկականի, Մեքսիկայում եմ գրել վերջերս մեր համայնքով ճանապարհորդության շրջանակներում եւ մտորումներս հետեւյալն են։ Դպրոցական տարիներին տարական դասարաններում մեզ հաճախ մի պարզ, բավականին պարզ եւ խորիմաստ հարց էին տալիս։ Եթե առարկա լինեիք, ինչ կլինեիք։ Մեկը ասում էր կլինեի գիրք, որովհետեւ սիրում էր պատմություններ։ Մյուսը ժամացույց, որովհետեւ ուզում էր ժամանակը կառավարել, ցույց տալով ձեռքի ժամանակը։ Ես երկար ժամանակ պատասխան չունեի, եւ տարիներ անց մարդիկ փոխեցին քաղաքները, աղմկեցին, հիշողությունները մաշվեցին, եւ մի օր հասկացա, որ եթե հայ մարդը առարկա լիներ, նա կլիներ խաչքար։ Հին, լուր, արևից տաքացած մի խաչքար կլիներ։ Այս մտքերը այսօր հատկապես խորն են հնչում այստեղ, ներսում, աշխարհի մի հեռավոր անկյունում, մեքսիկական Էնսենադա քաղաքում, հայկական միջավայրի այս կենտրոնում, միջոցառում վարելուց հետո, երբ աղբուկը մաքրվել էր, մարդիկ արդեն սենյակներ էին վերադարձել, ես երկար ժամանակ նստած էի լռության մեջ, նավի վերնահարկում ու մտածում էի հայ մարդու մասին։ Զրուցակիցս օվկիանոսի փրփրաբար շալիքներն էին, իսկ ճայերը ճեղքելով անպամած երկինքը օգնում էին մտքերիս սավառնել։ Այո, բարեկամներ, հայը խաչքար է, խաչքար, որը երբեք պարզապես քար չէ, նրա վրա քանդակված են մեր ամբողջ ժողովրդի ճակատագրերը, ամեն նախշ մի պատգամ ունի, ամեն գիծ իր հիշողությունը, նրա ճաքերի մեջ ապրում են պատերազմները, նրա եզրերով են անցնում ժողովրդիս գաղթի ուղիները, նրա մակերեսին է ազգիս կորուստը եւ վերջապես խաչքարի խորքում են պահպանված հայի լուռ աղոթքները։ Եվ նա, խաչքարը, կանգնած է անսասան, արժանապատիվ, որպես կանոն իր հայրենի հողի վրա դարերից եկող, դարեր գնացող։ Հայ մարդն էլ այդպես է, հազարամյակների մեջ առանձնացող, լուր իր ներկայությամբ, իր ձևով, տարբերվող իր արմատներով, իր հավատով, իր աչքերի մեջ ապրող անցյալով ու ապագայով,
Ինչպես Խաչքարն է անցյալից ներկա խոստանում, այնպես էլ մենք, ու միայն մայրենի լեզվում կարող է առաջ բառը առաջ անցյալ խորհրդանշել, առաջ լավ էր, այնինչ առաջը միշտ պետք է ապագա լինի, ինչ արած, չես փոխի, մենք կարող էինք հեռու լինել հայրենիքից, օվկիանոսների տարբեր կողմերում, բայց ներսում միշտ զանգակատունն է հնչում, մի մայրենի բառ է շողում, մի հին երգ, որի հնչյունները շատ հարազատ են, ու այդ երեկո մեքսիկական ափին ես նայում էի մարդկանց դեմքերին ու հասկանում, որքան էլ աշխարհը մեզ ցրի տարբեր մայրցամաքներով, հայը իր մեջ միշտ կրում է իր քարը, իր խաչքարը, իր պատմությունը, եւ աշխարհում չկա երկու միանման խաչքար, ինչպես եւ միևնույն հայ չկա աշխարհում, ամեն մեկն անկրկնելի է իր զարգացումներով, իր պատմությամբ, իր լռությամբ անգամ, եւ այդպես էլ հայն է, ամեն մեկը առանձին տիեզերք, ցավից ծնված ուժով, կորստից ծնված սիրով, հիշողությունից ծնված հպարտությամբ, եւ գուցե հենց դրա համար, որ հայ մարդուն հասկանալու համար երբեմն պետք չեն երկար խոսքեր, բավական է կանգնել մի հին տաքացած խաչքարի դիմաց, լուռ եւ լսել, թե ինչպես են դարերը զրնգում նրա մեջ, այո, հայը խաչքար է։ Գերներ, մի հատված, ճիշտ ասած, այստեղ որոշ background music-ներ էի առանձնացել, ճիշտ ասած, մեկը մեկից դիվական, աստված իմ, մեկը մեկից դիվական։ Ուզում եմ երաժշտության ուղեկցությամբ ընթերցել, բայց ինչպես միշտ չստացվեց ինձ մոտ։ Okay, ոչինչ, կարևորը բովանդակությունն է, ոչ թե երաժշտությունը։ Այսքանը, հարգելի բարեկամներ, տեսնեմ էլ ինչեր է գրել, մոտ 1 ժամ է զրուցում ենք։ Վարդուհին է գրում, hello there, I just started following you, please tell couple of words about your activities, are you in Yerevan? Հարգելի Վարդուհի, նախ շնորհակալ եմ, որ հետևում եք, այո, այս պահին Երևանում եմ, 2 օր առաջ եմ վերադարձել Լոս Անջելեսից, այնպես որ եւ այնտեղ եմ, եւ այստեղ եմ, եւ ամենուր եմ, մի խոսքով շնորհակալ եմ, հետևեք, իհարկե շատ բան եք բաց թողել, որովհետև մեր ոդիսականը եթերային 8 տարի է ինչ շարունակվում ենք, 8 տարի աշխատում ենք, բայց բարի գալուստ Star Music Radio, Los Angeles-ի number 1 Armenian radio station, 107.5 HD3 եւ վստահ քայլերով գնում ենք առաջ, մի համայնք է ձևավորվել մեր լսարանով, գործընկերներով, հավատարիմ հետևորդներով, այնպես որ կարծում եմ մեր զրույցները ձեզ կհետաքրքրեն, մենք խոսում ենք ամեն ինչի մասին, քաղաքականությունից արվեստ, գրականությունից մշակույթ, սոցիալական խնդիրներից, անօրինական որոշ բաների, ինչ ասեմ, անօրինական բաների պարսավում, հա, պարսավանք, որ դիտողություններ ենք անում, շտկում, քանի հարց ենք լուծել, Տիկին Վարդուհի, դուք տեղյակ եք։ Իդեպ ասեմ, քանի որ հարց լուծելուց խոսք եղավ, մի քանի օր առաջ այս փողոցը չասեմ, մեր տան այս փողոցի ներքևի հատվածում զգում ենք, որ միջատներ են ծառերից, ծառը հիվանդ է, խեղճ ծառերն են հիվանդ, բոլորն են հիվանդ, բայց ծառերը առավել եւս, ասենց թրթուրների պես բաներ է, զանգեցին քաղաքապետարան, նկարեցինք, զանգեցին քաղաքապետարան, ուղարկեցինք նկարներ, օլալա, եկան, սրսկեցին, բուժում են ծառը, եւ արդեն երկրորդ օրն է, այդ թրթուրները չկան։ Ինչ եմ ուզում ասել։ Նախ շնորհակալություն քաղաքապետարանին, որովհետեւ քաղաքապետարան մենք շատ հարցեր ունենք, մենք շատ բաներով ենք նկատողություններ ենք արել, բարկացել ենք եւ այլն, բայց քանի որ սա շատ արագ եւ որակյալ արձագանք եղավ մեր խորին երախտագիտությունը քաղաքապետարանի դեպարտամենտին համապատասխան եւ ասածս այն է, որ քաղաքացին եւս պիտի իր դիրքում լինի, քաղաքացին ոչ թե ասի, վայ, ես ինչ ամպերանոց է, այս երկիրը ոչ մեկ ոչի բանի տերը չի ու տենց դժգոհի, այլ մի քանի անգամ զանգի, համառի, փորձի, լուծումը թող չստանա, նոր ասի, վայ, ես ինչ ամպեր է երկիրը։ Այսինքն քաղաքացին եւս պետք է այդ տարական պատասխանատվությունը կրի։ Այսօր մի քիչ քայլեցի, գործ ունեի այստեղ։ Բարձացա վերև հայրական շենքում 30, ես 35 տարեկան եմ, 30 տարի այս շենքում մանկությունս, պատանեկությունս այս շենքում անցել, ինչ ես հիշում եմ այդ ոռոգման ջրերը, այս վերևը դպրոց կա, այդ դպրոցի մոտից չռչռալ են, այլանդակ ջրերը սենց գալիս է բան։
լանջնի վար ջրերը։ Ինչ հիշում եմ ինձ երեխա, տարիքից 15 տարի Ամերիկա գնացի եկա, այդ նույն վարար աղբյուրը տեղից է, Սայաթ Նովայնը, բան, սենց գալիս է։ Անպիտակից ջուր է գալիս։ Մեկը չի զանգել, մեկը չի, վստահ եմ, այսօր հենա զանգեցի, նկար տեսանյութով բանով ուղարկեցի, մա տեսնեմ, կգան, պիտի մի քանի տեղ գան, զոդեն, գրաբարով ասած սվարկան, պիտի գան, մի քանի այդ խողովակները զոդեն, փակեն, սվարկանեն, վերջանա։ Հիշում է գալիս է ջուրը, ցեխաջուրը, հոտով եւ մնացած բանով կողքը արդեն էկո համակարգա ստեղծվել, կանաչ մամուրներ, բան էսա գորտու սագու բադա գալու ապրի, ես գիտեմ։ Բայց տեսնենք, ապրենք, տեսնենք էվոլյուցիան ուր կհասցնի, բայց կատակը մի կողմ քաղաքացին եւս պետք է լինի օրինապաշտ եւ պատասխան կրի իր քայլերի համար, որ մի բան տեսնի շատ հարգալից, շատ նորմալ, առանց մունաթի, առանց որևէ բանի, զանգի հարթակներ կան, այդ ակտիվ քաղաքացի հարթակ են ներդրել, հա? Ակտիվ քաղաքացի, դա կարող ես նկարել, կարող ես ինչ-որ տեսանյութեր հրապարակել եւ լավից վատից արձագանքում են, չեմ կարա դժգոհեմ, հա, այնց արագ գերարագ չի, բայց էլի որոշակի բաներ արվում է, որ նոր է եկել Հայաստան, այդ տեսանյութը մենք հեռուստատեսությամբ անգամ նոր Հայաստանով ցույց տվեցինք, գալիս եմ բակ, ուրեմն որ թեքվում ես բակի հենց կենտրոնական փողոցից բակի մուտքի մոտ հսկայական անցք բանը փողոց է էլի անցք մեջը այդ անցքի մեջ որ չգաս ընկնես մեջը ինչ լինի որ լավ լինի չեք հավատա բասկաթորա մեջը գցած այդ փոսի մեջ պատասխանես այդ ինչ մեծ փոսա բասկ ոչ թե ինչ որ ճյուղ են դրել մեջը կամ ինչ որ շիշ են դրել որ չերևա բան երևա չգաս մեքենայով ընկնես մեջը բասկաթորա մեջը դրած օլալա Վերջը էլի զանգեցին քաղաքապետարան, նկարեցին, ասեմ ամոթ, այսինքն մարդիկ բերել են բասկաթոռ են դրել մեջ, որ չընկնես, արեցին, վերանորոգեցին, էդ էլ աչքից տեսածն եմ ասում։ Ճիշտ է, մի քիչ համառեցինք, բայց կարևորը արդյունքն է։ Այսքանը հարգելի բարեկամներ, այսքանը, շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար։